Ցոք այդ մահաբեր քարերից մեկը իրականացնել Օշինդեր աստղի մասին արված մարգարեությունը, որն աշխարհի վերջը գուժող նշաններից մեկն է։ Նման աղետը վերջ կդնի մեր քաղաքակրթությանը։ Եթե խոսքն ասենք 180 մետր տրամագիծ ունեցող աստերոիդի մասին է, որը կներթափանցի երկրի մթնոլորտային շերտն ու կմխճվի նրա մակերևույթի մեջ, ապա հետևանքները ծայր աստիճան կործանիչ կլինեն։ Մթնոլորտն այնքան կշիկանա, որ դուք սկզբում կզգաք ջերմությունը, իսկ հետո միայն ձեր հարազատ քաղաքի երկնակամարում կտեսնեք պայթյունի կուրացնող հետքը։ Դա կարող է լինել, ասենք, Նյու Յորքը։ Աստերոիդի մոտենալուն զուգընթաց ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Շոկը գնալով ավելի ու ավելի կսաստկանա եւ տպավորությունն այնպեսին կլինի, որ ձեզ ողջ մտցրել են հսկայական ջրոցի մեջ։ Վերջի վերջո դուք պարզապես կայրովեք։ Մի քանի վայրկյանից Մանհեթենը կրակի բաժին կդառնա, բայց այդ հրդեհը երկար չի տևի։ Հենց որ աստերոիդը հասնի մոլորակի մակերևույթին, կրակը կդադարի։ Օշինդեր աստերոիդի հարվածից երկրի մակերևույթի վրա հսկայական խառնարան կգոյանա։ Եվ այդ ժամանակ պայթյունի ալիքը կսկսի ավերել անկման տեղանքում գտնվող բոլոր կառույցները։ Տասնյակ կիլոմետր շարավղի վրա գտնվող ամեն բան կոչնչանա։ Մանհեթենից ոչինչ չի մնա։ Աղետի չափերն այնքան մեծ կլինեն, որ ծովային կենդանական աշխարհի 3/4-ը կոչնչանա։ Ծովափները նույնպես կավերվեն։ Ծովի ջուրը կթունավորվի, կմահանան մարդիկ, կենդանիները, բույսերը։ Ավերածությունները աննկարագրելի չափերի կհասնեն։ Բայց աստերոիդի ընդհարման ամենասարսափելի հետևանքները կարող են ի հայտ գալ աղետից միայն 1 տարի հետո։ Այդ երևույթը կոչվում է հրաբխային ձմեռ։ Պայթյունի հետևանքով խառնարանից մթնոլորտ կնետվեն մոխիր ու բազմաթիվ կտորտանքներ։ Դրանք կփակեն արևի լույսն ու երկիրը կընկղմվի խավարի մեջ։ Կդադարի լուսասինթեզի գործընթացը, կսկսեն չորանալ բույսերը, կխախտվի սննդաշղթան, եղանակը կցրտի։ Մենք խոսում ենք աներևակայելի չափերի հասնող ավերածությունների մասին, դա սարսափելի հարված կլինի համաշխարհային տնտեսությանը, չէ՞ որ բազմաթիվ շրջաններ կզրկվեն բնական սննդամթերք աճեցնելու հնարավորությունից։ Վերջին հաշվով ընդհարման հետևանքները դեռ շատ երկար կազդեն մարդկանց կենսագործունեության վրա։ Եվ այսպես երկնքից իջած մահը միանգամայն իրական հեռանկար է, որը կանխագուշակել է Հովհաննես աստվածաբանը իր հայտնության գրքում։ Բայց սա աստվածաշնչյան կանխատեսումների խորհրդավոր իմաստների որոնման միայն սկիզբն է։ Նրանք, ովքեր հավատում են աշխարհի վերջը գուժող 7 նշաններին, խոսում են սարսափելի համաճարակի մասին, որն ընդունակ է ոչնչացնել միլիոնավոր մարդկանց։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները անտանելի փորձանքներ են նկարագրում։ Վերջում Աստվածն իր զայրույթը ամբողջ հզորությամբ կթափի աշխարհի վրա։ Ամենասարսափելին դեռ առջևում է։ Դարաշարունակ համաճարակներն ու զանգվածային հիվանդությունները մարդկանց մահվան պատճառ են դարձել։ Այսօր էլ մենք առնչվում ենք նոր տեսակի վիրուսների հետ, որոնք վտանգի են ենթարկում միլիոնավոր մարդկանց կյանքը։ Ոչ տիպիկ թոքաբորբը տարածվեց աշխարհի 29 երկրներում։ 1972 թվականից մալարիա հիվանդության զոհ են դարձել մոտ 100 միլիոն մարդ։ Մասնագետներին խստորեն մտահոգում է թռչնագրիպի վիրուսը։ Այս բոլոր հիվանդությունները կարելի է կապել 7 նշանների մասին արված մարգարեության հետ։ Եվ իմ առջև հայտնվեց դեղնավուն նժույգը, որի հեծյալի անունն էր մահ։ Սա մարգարեության ամենասարսափազդու կերպարն է։ Հովհաննես աստվածաբանի հայտնության գրքում նշվում է համաճարակների մասին, որոնք անթիվ անհամար մարդկային կյանքեր են խլում։ Եվ դեղնավուն նժույգի հեծյալը այդ ահավոր հիվանդությունների գուշկանն է։ Դա անչափ մռայլ խորհրդանիշ է։ Վստահ եմ, որ մարդկանց համար ամենասարսափելի համաճարակները դեռ առջևում են։ Դժոխքի ուժը արդեն դուրս է եկել հսկողությունից։ Հիվանդություններ, վարակներ, մահ, ահա թե ինչ ենք տեսնում մենք ամենուրեք։ Եթե հավատանք Աստվածաշնչին, երկրագնդի բնակչության 1/4-ը ոչնչանալու է, դրանում ոչ մի կասկած չկա։ Համաշխարհային բնակչության 1/4-ը միլիարդից ավելի մարդ է կազմում։ Բայց որ աղետը կարող է այդքան սոսկալի կերպով կրճատել երկրագնդի բնակչությունը։ Եվ նորից գիտնականները տալիս են պատասխան, որը հիմնված է ստուգված տեղեկության վրա։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ առաջանում է մի նոր վիրուս, իսկ 100 տարին մեկ անգամ ի հայտ է գալիս նոր մահաբեր համաճարակ։ Դա ապացույցված փաստ է։ Ոչ մի նոր բան չկա։ Բավական է միայն հիշել պատմությունը։
Մեր անցյալում քիչ չեն եղել համաճարակների հետ կապված ահասար սուր պատմությունները։ Այն ժամանակաշրջանում, երբ Հովհաննես Աստվածաբանը գրի էր առնում իր հայտնությունը, մեր թվարկության մոտ 100 թվականին սարսափելի համաճարակը տարածվել էր Լիբիայի, Եգիպտոսի և Սիրիայի ներկայիս տարածքներում։ Ժանտախտը մոլեգնում էր նաև Պատմոս կղզու շրջակայքում, որտեղ այն ժամանակ ապրում էր Ավետարանիչը։ Գուցե Հովհաննեսն անձամբ է լսել ականատեսների պատմությունները, բայց զանգվածային համաճարակի ամենաուժեղ ալիքը գրանցվել է միջնադարյան Եվրոպայում։ Խոսքն այդուցային ժանտախտի սարսափելի համաճարակի մասին է, որը տարածվել էր Եվրոպայում 14-րդ դարի կեսերին, խլելով 25-ից 50 միլիոն մարդու կյանք։ Հիվանդության ախտանիշներից մեկը բորբոքված լիմֆատիկ հանգույցներն էին կամ այտուսները, որոնք սոսկալի ցավ էին պատճառում։ 1400 թվականին ամբողջ աշխարհում այդ համաճարակի զոհերի թիվը արդեն հասել էր 100 միլիոնի։ Արդյունքում երկրագնդի բնակչությունը կրճատվեց, դառնալով 350,000 միլիոն։ Ողջ մնացածներից շատերն իրենց հարցերի պատասխանները սկսեցին փնտրել Աստվածաշնչում եւ հավատացած էին, որ ժանտախտը Աստծո պատիժն էր մարդկության մեղքերի համար։ Անշուշտ ծև ժանտախտը մարդիկ կապում էին կրոնական նախապաշարմունքների հետ։ Դա Աստծո պատժի դասական օրինակ էր։ Բավական է միայն հիշել Եգիպտոսի ժողովրդին համակած հիվանդությունները։ Դրանք նկարագրված են Ելից գրքում։ Այսպիսով մենք համոզվում ենք, որ համաճարակները Աստծո իր պատվիրանները խախտելու հետևանքով առաջացած դժգոհության արտահայտություններն են։ Դա ավանդական մեկնաբանություն է, որը դժվար է վիճարկել։ Երբ ողջ մնացածների դիմադրողականությունը սկսեց ամրապնդվել, ժանտախտի համաճարակը վերջապես հանդարտվեց։ Բայց սարսափը դարեր շարունակում էր հետապնդել մարդկանց։ Նորագույն ժամանակների ամենամահաբեր համաճարակը բռնկվեց 1918 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ։ Իսպանական գրիպը կամ իսպանուհին տարածվեց աշխարհով մեկ եւ խլեց 50-ից 100 միլիոն մարդու կյանք։ Համաճարակն իր զոհերի քանակով գերազանցեց համաշխարհային պատերազմի զոհերին։ Մենք հաստատ չգիտենք, թե որտեղից է առաջացել թռչնագրիպը, բայց ըստ երևույթին այն ի հայտ է եկել մարդկանց ու կենդանիների շփումից։ Իսկ հետո այն մուտացիայի է ենթարկվել եւ տարածվել է մարդկանց շրջանում։ Թռչնագրիպի վիրուսի H5N1 տարատեսակը մեծ անհանգստություն է առաջացնում բժիշկների ու գիտնականների շրջանում։ Սա վարակի հատկապես վտանգավոր տեսակն է։ Ինչպես գիտենք, վիրուսը ազդում է մարդկանց վրա եւ ընդունակ է մարդուց մարդու անցնել։ Բժիշկները նախազգուշացնում են, որ այս հիվանդության համաճարակը կարող է 50-ից 150 միլիոն մարդու կյանք խլել։ Ինչպես 1918 թվականի վիրուսի ժամանակ H5 վիրուսը մուտացիայի է ենթարկվել եւ ընդունակ է տարածվել մարդկանց շրջանում։ Հաշվի առնելով մոլորակի բնակչության խտությունը եւ հաղորդակցման միջոցների հարմարավետությունը, իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մենք ինքներս ենք պարարտ հող ստեղծել նման վարակների համար։ Նրանք կարող են ճանապարհորդել աշխարհով մեկ ընդամենը մեկ օրում։ Վարակակիր մարդը ինքնաթիռ է նստում, ինկուբացիոն շրջանը 2 օր է տևում եւ բուժզնումը ախտանիշեր չի հայտնաբերում։ Ուղևորն իջնում է մոլորակին մեկ ուրիշ կետում եւ սկսում է տարածել հիվանդությունն այնտեղ, որտեղ համաճարակը դեռ չէր հասել։ Կարող եք պատկերացնել, մեկ վարակակիրն ընդունակ է վարակել ինքնաթիռի բոլոր ուղևորներին, իսկ հետո նրանցից յուրաքանչյուրը շփվելու է տասնյակ հարյուրավոր այլ մարդկանց հետ, այդ թվում հարազատների ու մերձավորների, եւ ոչ ոք դիմադրողականություն չի ունենա։ Դա իսկական աղետ է։ H5 վիրուսի ախտանիշերը ի հայտ են գալիս ոչ այնքան արագ, որպեսզի վարակված մարդը միանգամից խուճապի մատնվի։ Առաջին ախտանշանները նման են սովորական գրիպի ախտանշաններին՝ ջերմություն, հազ, հոդացավ։ Ձեզ մոտ կարող է հարբուխ սկսվել, կսկսի ցավել կոկորդը, ձեր աչքերը կսկսեն արցունքակալել, բայց շուտով ձեր վիճակը ավելի կվատանա։ Հազը կուժեղանա եւ ձեզ մոտ շնչառական խնդիրներ կսկսվեն։ Հիվանդությունն իհարկե կխորանա։ Սրտի աշխատանքը կանկառնի, երիկամների անբավարարություն կսկսվի։ Առաջին ախտանշանների ի հայտ գալուց մինչև հիվանդանոց տեղափոխվելը սովորաբար 4 օր է տևում, մինչև մահ 9 օր։ Որքան էլ թռչնագրիպի համաճարակի հեռանկարը մեծ տխուր թվա, գոյություն ունի այնպիսի մի վտանգ, որն ավելի սարսափելի է մարդկության համար։ Ընդ որում շատ ավելի սոսկալի ծագում ունեցող։ Եվ այսպես, դեղնավուն նժույգը խորհրդանշում է մահը, բայց դա սովորական մահ չէ։ Իմ կարծիքով այն կարող է անմիջական կապ ունենալ կենսաբանական զենքի հետ։ Այն մշակում են հատուկ ծառայություններն ու զինվորականները։ Դրանով աշխուժորեն տաքրքրվում են ահաբեկիչները։ Պատահական արտահոսք կոնտեյներից մեկ կոտրված անոթ։
Պատկերացրեք, ինչ կպատահի, եթե այդ բազմաթիվ արհեստականորեն աճեցված մանրեներից մեկն ընկնի մեր սննդի մեջ։ Ինչ կպատահի, եթե նրանք ազատություն ստանան եւ հեղեղեն աշխարհը։ Հասկացեք, դրանց դեմ հակաթույն չկա։ Դրանք կտարածվեն ամենուրեք, միլիոնավոր մարդիկ կդատապարտվեն մահվան։ Քրտնահարույց միկրոօրգանիզմներ, սպորներ, բացիլներ, ընդամենը 2-3 վարակակի հեշտությամբ կարող են վարակել ամբողջ քաղաքի բնակչությանը։ Լինելով զանգվածային ոչնչացման զենքի ոլորտի մասնագետ, Ջոն Բարթոնը լավ է հասկանում, թե որքան իրական է կենսաբանորեն ձևափոխված վիրուսների տարածման վտանգը։ Հաշվի առնելով ժամանակակից բիոինժեներության հաջողությունները, հնարավոր աղետի չափերը նույնիսկ դժվար է պատկերացնել։ Փաստորեն պաշտպանվելու ոչ մի միջոց չկա։ Կենսաբանական միջոցներով ահաբեկչական գործողություններ կազմակերպելը շատ ավելի հեշտ կլինի։ Չէ՞ որ այդ մանրեները չունեն ոչ համ եւ ոչ էլ հոտ։ Նման ահաբեկչություններին արձագանքելու հստակ կանոններ նույնպես չկան։ Քանի դեռ մենք չենք գտել հիվանդության ճշգրիտ աղբյուրը, չենք կարող գտնել նաեւ ապաքինման միջոցները։ Դա ակնհայտ է։ Ժամանակ է հարկավոր, ասենք, օդում տարածված սպորները նույնացնելու համար։ Եթե մահաբեր վարակն արդեն ընկել է խիտ բնակեցված քաղաք, այնպիսին ինչպիսին Լոս Անջելեսը կամ Նյու Յորքն է, կարելի է համարել, որ ահաբեկիչները հասել են իրենց նպատակին։ Հաշվի առնելով միջազգային թռիչքների քանակը, մյուս մայրցամաքները նույնպես շատ արագ կկիսեն ամերիկացիների ճակատագիրը։ Հասկանում եք, շղթայական ռեակցիա կսկսվի։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Բժիշկների համար դա վարակված եւ մահացող հիվանդներից կազմված իսկական ցունամի կլինի։ Աշխարհի բոլոր հիվանդանոցներում կտիրեն խուճապն ու քաոսը։ Ժամանակակից բժշկությունը չունի այն հզորությունը, որպեսզի կարողանա հաղթահարել հիվանդների այդպիսի հոսքը։ Դա ողբերգություն կլինի։ Բոլոր վերակենդանացման բաժինները լեփ-լեցուն կլինեն։ Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չեն մնա։ Բոլոր բուժքույրերը, բժիշկները, թերապևտներն աշխատանքից ավալից ուժասպառ կլինեն։ Բայց տառապյալների հոսքը միայն ավելի կուժեղանա։ Նրանք կշատանան 10, 20 եւ նույնիսկ 50 անգամ։ Գոյություն ունեցող համակարգը չի կարողանա հաղթահարել նման իրավիճակը եւ դա ակնհայտ է։ Ամենասարսափելին այն է, որ վարակը կարող է ձևափոխվել տարբեր ենթատիպերի, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր ռեակցիա ունենալ դեղորայքի նկատմամբ։ Վիրուսները շատ ավելի արագ են ձևափոխվում, քան մանրեները։ Բավական է, որ դրանցից մեկը գտնի պետք եղած համադրությունը եւ կմահանան բացառապես բոլորը։ Ոչ ոք չի փրկվի։ Մեկ վարակակրից մյուսն անցնելիս վիրուսը ձևափոխվում է եւ նոր տիպեր է առաջացնում։ Արդյունքում մենք ստանում ենք մեկ հիվանդության տարբեր տեսակներ, յուրաքանչյուրը իրենց ախտանիշերով եւ հետևանքներով։ Օդանավակայանները փակելը այլևս անօգուտ կլինի։ Սրանք էլ հենց աշխարհի վերջը գուժող նշաններն են։ Կարանտին, զանգվածային խուճապ եւ վերջապես համընդհանուր քաոս։ Եթե այս համաճարակը իսկապես մահացու լինի, զոհերի քանակը կգերազանցի բոլոր հնարավոր չափերը։ Նույնիսկ դիակները դնելու տեղ չի լինի։ Դիակներն ընկած կլինեն ամենուրեք, քաղաքը կհոսանքազրկվի, հիվանդանոցներում խառնաշփոթ կառաջանա։ Եթե խոսքն իսկապես կայուն վիրուսի մասին է, մահացության չափերը կհասնեն այն աստիճանի, որ բոլոր փողոցները կլցվեն դիակներով։ Հասկացեք, կմահանան տասնյակ, հարյուրավոր մարդիկ եւ ոչ մի հակաբորբոքային միջոց նրանց չի օգնի, քանի որ վիրուսը պատրաստված է եղել լաբորատոր պայմաններում։ Իմ կարծիքով հայտնության գրքում հենց այս մասին է ասված։ Բանն այն չէ, որ Աստված սարսափելի համաճարակ է ուղարկել երկիրը ոչնչացնելու համար։ Ավելի շատ նա ասում է մարդկանց. ուզում եք արհեստականորեն հիվանդություն ստեղծել։ Դե ինչ, դա ձեզ հաջողվեց։ Հիմա քաղեք ձեր ցանացի պտուղները։ Համաշխարհային մասշտաբների հասնող եւ երկրագնդի բնակչության կեսը ոչնչացնող ժանտախտի մասին կանխագուշակումները ամենայն հավանականությամբ կարող են կյանքի կոչվել։ Եվ եթե Աստված խրախուսի այդ աղետը ու այն գա երկնքից, կարելի ասել, որ դա աշխարհի վերջն է։ Գիտնականներն ու հավատացյալները համամիտ են, վերահաս գլոբալ աղետները միայն ժամանակի հարց են։ Ոմանք թերահավատորեն են վերաբերվում աստվածաշնչյան մարգարեություններին։ Նրանք հրաժարվում են հավատալ, որ իրենց երկնային հովանավորը կարող է այդպիսի դաժան պատիժներ թափել մահկանացուների գլխին։ Բայց շարունակելով ուսումնասիրել աշխարհի վերջը գուժող 7 նշանները, մենք հասկանում ենք, որ քաոսային իրավիճակներում ժամանակակից գիտության եւ հին իմաստնության միջև եղած սահմանները սկսում են ջնջվել։ Այսօր մարդկությունը կանգնած է մի դարաշրջանի շեմին, որը կարող է մինչև օրս չտեսնված ու չլսված ավերածություններ ու փորձանքներ բերել։
Այդ մասին է վկայում հաջորդ նշանը։ Միայն վերջին տասնամյակի ընթացքում մոլորակի վրա մի քանի խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ 2004 թվականի երկրաշարժը Սումատրայում, այնուհետև ցունամին, որ ամենակիչը 270,000 մարդ սպանեց։ Չինաստանի աղետը, որը 80,000 մարդու կյանք խլեց, եւ վերջապես 2005 թվականի Պակիստանի երկրաշարժը, զոհերի քանակը հասավ 80,000-ի։ 100,000-ավոր զոհեր, որոնց մեջ կան կանայք, երեխաներ, ծերունիներ։ Կարող են արդյոք այս աղետները կապված լինել աստվածաշնչյան մռայլ կանխագուշակումների հետ։ Նրանց համար, ովքեր հավատում են 7 նշանների գոյությանը, զուգահեռներն ակնհայտ են։ Երբ գառը բացեց 6-րդ կնիքը, ես նայեցի եւ տեսա, որ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ։ Հավատացյալների կարծիքով վատագույնը դեռ առջևում է։ Մարդկության պատմության մեջ նման բան դեռ չի եղել։ Եվ այս աղետը անջնջելի հետ կթողնի, այն կցնցի մարդկանց միջև հոգու խորքը։ Պատկերացրեք հսկայական հազորության ստորգետնյա ցնցումների մի ամբողջ շարք, որոնք տեղի կունենան միաժամանակ տարբեր մայրցամաքներում։ Նման հեռանկարը նույնիսկ գիտնականներին է վախեցնում։ Մենք փորձում ենք կանխատեսել զոհերի քանակն այստեղ Ամերիկայում։ Եթե աղետը պատահի, ասենք Բանգլադեշում, զոհերի քանակն ուղղակի սարսափազդու կլինի։ Շատ քրիստոնյաների համար սա եւս մեկ ապացույց է այն բանի, թե որքան կարևոր է 7 նշանների մարգարեությունը։ Մենք տեսնում ենք, որ Աստված պատրաստվում է ցնցել աշխարհը, որպեսզի հիշեցնի այն մասին, թե մենք որքան հավատի կարիք ունենք։ Երկրաշարժերը գլխավոր դեր են խաղում մարգարեությունների մեջ։ Նրանք կապված չեն միայն 6-րդ կնիքի խորհրդանիշի հետ։ Ըստ Հովհաննես Աստվածաբանի, Աստված իր ահեղ դատաստանը հենց ստորգետնյա ցնցումների միջոցով է կայացնում։ Զայրույթի 7-րդ գավաթի մասին հատվածում ասվում է, որ աշխարհին այնքան սարսափելի երկրաշարժեր են սպասում, որ մարդի վիճակի չեն նույնիսկ երևակայել։ Մոլորակի բոլոր լեռները գետնին կհավասարվեն, կղզիները փոշի կդառնան, ընդմիշտ կանհետանան քաղաքները։ Հավատացյալների համար սոսկալի չափերի հասնող այդ աղետը Աստծո հզորության դրսևորումը կլինի։ Պատմության մեջ նկարագրված աղետներից մի քանիսը կապված են բնական գործընթացների հետ, բայց այսօր մենք այլևս չենք կարող կանխատեսել կլիմայի փոփոխություններն ու աղետի գալուստը։ Իրադարձությունները խորհրդավոր շրջադարձ են ընդունում։ Ստորերկրյա տատանումների պատմությունը սկսվել է դեռ վաղ հնադարում։ Թոմաս Ջորդանը այդ ոլորտի լավագույն մասնագետներից է։ Նա Կալիֆոռնիայի երկրաշարժերի հետազոտման կենտրոնի տնօրենն է։ Եթե խոսենք տարերային աղետների մասին, ապա երկրաշարժերն ինչ խոսք, ռեկորդակիր են մարդկային զոհերի քանակով։ Մեր հաշվումներով մարդկության ամբողջ քաղաքակրթության ընթացքում դրանք մարդկային առավելագույն զոհերի պատճառ են դարձել։ Այդ աղետը սովորաբար տեղի ունենում ապարների արտանետման վայրերում, այնտեղ որտեղ երկրագեղևի ճաքեր են գոյանում։ Տրիլիոնավոր տոննաներ կշռող շերտերի տեղաշարժի հետևանքով հսկայական էներգիա է արձակվում։ Պատմոս կղզին, որտեղ Հովհաննես ավետարանիչը գրում էր իր հայտնությունը, գտնվում է հենց սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքում։ Բացառված չէ, որ ավետարանիչն ինքն էլ է զգացել հնարավոր աղետի սարսափը։ Նույնը վերաբերում է նաև նրա առաջին ընթերցողներին, հռոմեական կայսրության արևելյան մասում բնակվող վաղ քրիստոնյաներին։ Նրանց համար ստորգետնյա ցնցումների խորհուրդը ակնհայտ էր։ Խոսքն Աստծո դատաստանի մասին էր։ Մենք հասկանում ենք, որ աշխարհը ցնցելու վերջին փորձության հետևանքով մարդիկ հայտնվելու են անմիջապես Աստծո առջև, եւ նրանք զգում են, թե մարդկային մեղքերը որքան են զայրացրել նրան։ Մասնագետները շարունակում են քննարկել տարերային աղետների ծագման պատճառը։ Կալիֆոռնիայում երկրաբանները որոշեցին հորատել Սան Անդրեասի բեկման գիծը, տեղանք, որը երկրաշարժերի գեներատոր է համարվում։ Ներկայումս գիտնականների խորհուրդը բացահայտորեն խոստովանում է. Մենք չենք կարող 100%-ով կանխատեսել ստորգետնյա ցնցումները։ Առաջին անգամ մարդկանց հաջողվել է հասնել բեկման գծի ակտիվ շրջանին։ Դա թույլ կտա ուսումնասիրել երկրաշարժերի մեխանիկան եւ հասնել սեյսմիկ ծառայությունների կանխատեսումների առավելագույն ճշգրտության, բայց գիտնականները հեռու են լավատեսությունից։ Ես գիտեմ, որ աղետն անխուսափելի է։ Նրանք, ովքեր հավատում են 7 նշանների մարգարեությանը, դա վերագրում են գերբնական ուժի առկայությանը։
Վստահ չեմ, որ մենք գիտական բացատրությունների կարիք ունենք։ Եթե Աստված որոշել է ցնցել աշխարհը, ուրեմն նա կգտնի դա անելու միջոցը։ Մասնագետները գիտեն, թե որն է երկրաշարժերի առաջացման պատճառը եւ վստահ են, որ ցնցումները դեռ շարունակվելու են։ Բայց ինչպես որոշել, որ տարերային աղետը իրոք Աստծո կամքի դրսևորումն է։ Ըստ 7 նշանների, ապարների արտանետման վայրերում պետք է ստորգետնյա ցնցումների մի ամբողջ շարք տեղի ունենա։ Այդ ցնցումները կավեր են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Տոկիոն, Շանհայը, Աթենքը, Ստամբուլը։ Ցուցակը կլրացնեն եւս մի քանի ամերիկյան քաղաքներ, ներառյալ Սան Անդրեասի մոտ գտնվող քաղաքները։ Մենք կարող ենք գիծ անցկացնել նահանգի հարավային մասից Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի միջով մինչեւ հյուսիսային Կալիֆոռնիա։ Ալինա Դորյանը մի քանի տարի է նվիրել այս մռայլ իրադարձությունների կանխատեսմանը։ Պահը, երբ քաղաքի բնակիչները հատկապես խոցելի են, աշխատանքային օրվա սկիզբն է։ Եթե երկրաշարժը տեղի ունենա այդ ժամանակահատվածում, զոհերի քանակը կհասնի առավելագույնի։ Գրասենյակները, դպրոցները, ձեռնարկությունները լեփլեցուն կլինեն մարդկանցով։ Ամեն ինչ տեղի կունենա հանկարծակի։ Երկրի մակերևույթը մի քանի մետր վեր կբարձրանա։ Ցնցումն այնքան հզոր կլինի, որ մարդիկ կկորցնեն հավասարակշռությունը։ Նրանք ուղղակի կկպչեն ասֆալտին։ Բարձրահարկ շենքերից դուրս կթռչեն ապակիները եւ կսկսեն ընկնել ներքևում գտնվող անցորդների վրա։ Այն ամեն ինչ ընկնում է մեծ բարձրությունից մահացու վտանգ է ներկայացնում։ Հաշվի առնելով քամու ուժգնությունը, ապակիները, որոնք այնքան շատ են ժամանակակից շինություններում, հսկայական սրիչի սայրի կվերածվեն։ Վնասվածքների ու վերքերի քանակը կգերազանցի մարդկային երևակայության բոլոր սահմանները։ Հինաղյուսե տների մեծ մասը կփլվի։ Բետոնե հիմնակմախ ունեցող շենքերը կընկնեն առաջինը եւ մարդիկ կհայտնվեն հեռադիտակի նման իրար վրա դարսված հարկերի արանքում։ Մարդիկ կկորցնեն վերջույթները, կվնասվեն շատերի ներքին օրգանները, նրանցում անմիջապես չեն կարողանա արյան փոխներարկում կատարել, անխուսափելի մահ է սպասում։ Նույնիսկ Լոս Անջելեսի գերամուր մետաղական հիմնակմախ ունեցող ժամանակակից շենքերը չեն կարող ամբողջովին անվտանգ համարվել։ Նրանք կսկսեն ճոճվել, բայց եթե երկրաշարժը մեր կանխատեսացի չափ ուժեղ լինի, նույնիսկ այդ երկնագերները հողին կհավասարվեն։ Մի քանի րոպեից ամեն բան կանդրդվի, բայց նրանց համար, ովքեր կվերապրեն առաջին հարվածը, մրցավանջը դեռ նոր է սկսվում։ Գազաթար խողովակների եւ փոկված էլեկտրալարերի պատճառով առաջացած հրդեհները կտարածվեն քաղաքով մեկ։ Միաժամանակ մի քանի վայրերում հրդեհներ կսկսվեն եւ դրանք բոլորը հանգցնելու հնարավորություն չի լինի։ Մինչ դուք կփորձեք հանգցնել մեկը, կբռնկվեն եւս մի քանիսը։ Դա ավելի հրդեհ է կոչվում։ Ջրատար խողովակները նույնպես կվնասվեն։ Կրակի ծովը եւս մի քանի օր, գուցեև շաբաթ անարգել կավերի քաղաքը։ Հազարավոր մարդիկ կենդանի կթաղվեն ավերված շենքերի տակ։ Նրանք, ովքեր չեն կարողանա դուրս գալ փլատակներից, մոխիր կդառնան։ Հրդեհը աստիճանաբար կհանգի, բայց դա դեռ վերջը չէ։ Զոհերի քանակը հսկայական կլինի, բայց հետո կսկսի վերականգնման գործընթացը, որը կտևի 6 ամսից մինչև 2 տարի, եւ խոսքը միայն վիրավորների մասին չէ։ Շատերը կկորցնեն իրենց հարազատներին ու մերձավորներին։ Նրանք կկորցնեն իրենց բնակարանները, չեն ունենա ոչ աշխատանք, ոչ փող, ոչինչ։ Կարող եք պատկերացնել, թե նման ավերիչ աղետից հետո որքան դժվար է նորմալ կառուցողական կյանքին վերադառնալ։ Խոսքը միայն առանձին վերցված քաղաքի մասին է առանձին երկրում, բայց այս աղետը կցնցի ամբողջ մոլորակը, ներառելով բոլոր ազգերն ու մայրցամաքները։ Միջոցներ չկան նոր շենքեր կառուցելու համար, փրկվածները գնալու տեղ չունեն, ավերված քաղաքը լեցուն է անօթևան մարդկանցով, նրանք գրավում են ամբողջ ազատ մնացած տարածքը, դա փաստորեն անելանելի իրավիճակ է։ Մեզ իրոք աստվածաշնչյան մասշտաբների աղետ է սպասվում։ Երկրաշարժերը միշտ յուրովի նախազգուշացումներ են եղել երկնային ուժերի կողմից, մարդկային ամբողջ պատմության ընթացքում։ 7 նշաններից հաջորդում խոսվում է մի աղետի մասին, որը դեռևս ծանոթ չէ մարդկանց։ Բայց նրա հետևանքները կարող են իսկապես կործանիչ լինել։ Վտանգը մեզ սպառնում է տիեզերքից, եւ այն կապված է ամենահզոր տիեզերական ուժերից մեկի հետ։ Մենք շարունակում ենք պարզել, թե ինչ է թաքնված աշխարհի վերջը գուժող 7 նշանների ետևում։ 2
Մասնագետներն ու հոգևոր գործիչները գտնում են, որ աստվածաշնչյան կանխագուշակումների ի կատարածման ապացույցներն ամենն ու շրջապատում են ժամանակակից մարդուն։ Աստված մեզ ազդանշաններ է ուղարկում մեկը մյուսի հետևից։ Նա անընդհատ փորձում է սթափեցնել մարդկանց։ Բայց իրական քրիստոնյաներին առանց այդ էլ հայտնի է, որ աշխարհի կործանման ծրագիրը ուղղակիորեն կապված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ։ Հայտնության գիրքը մանրամասնորեն նկարագրում է երկրի ամայացման պատկերը, որից հետո պետք է գա ահեղ դատաստանի օրը։ Տարօրինակ է, սակայն գիտնականներից շատերը համաձայն են, որ հնագույն մարգարեություններում կարելի է գտնել մեր քաղաքակրթության ապագայի բանալին։ Մասնագետների կարծիքով մեր մոլորակին սպասող աղետները կհիշեցնեն Աստվածաշնչում նկարագրված արհավիրքները։ Մարգարեության երկրագնդին ոչ թե մեկ, այլ աղետների շարք է սպասվում։ Կործանման այդ գործընթացի մեջ կարևոր դեր է խաղում 7 թվի խորհուրդը։ Աշխարհի վերջը գուժող նշաններից հաջորդը կապված է տիեզերքի հզոր ուժերի հետ, որոնցից ուղղակիորեն կախված է մեր մոլորակի ճակատագիրը։ Արևն ամեն օր մեզ լույս ու ջերմություն է պարգևում, օգնելով յուրաքանչյուր կենդանի արարածի աճել։ Արևի ճառագայթներից է ուղղակիորեն կախված մարդկության ճակատագիրը։ Բայց ինչպես պնդում են գիտնականները, այդ նույն լուսատուն կարող է երկիր բերել մահ, կործանում և խավար։ Ըստ աստվածաշնչյան մարգարեության, եթե հնչի հրեշտակի 4-րդ փողը, երկնքում հիրավի դիվային տեսարան կբացվի։ Երբ գառը բացեց 6-րդ կնիքը, խավարեց արևը և լուսինը ամբողջովին արյան գույն ստացավ։ Հովհաննես ավետարանչի հայտնություն, գլուխ 12-րդ, նշան 6-րդ, արևի խավարում։ Եվ այսպես արևը խավարում է, իսկ լուսինը արյունալի է դառնում։ Դա մարդկության կյանքի անցումային շրջանն է, որը կոչվում է Աստծո ցասումը և մեծ փորձություն։ Երբ մարգարեության մեջ խոսվում է այն մասին, որ արևը խավարում է, տրամաբանական է ենթադրել, որ խոսքն այնպիսի գործընթացի մասին է, որ մարդը անկարող է վերահսկել։ Եվ դա Աստծո իրավասությունն է։ Դարեր շարունակ արևը մարդկանց մոտ հուզմունք է առաջացրել և սրբազան վախն է շնչել։ Արևի խավարումները մեր նախնիների մոտ այնպիսի սարսափ են առաջացրել, որ նրանք հաճախ զանգվածային խուճապի մեջ են ընկել։ Բայց 6-րդ նշանի մարգարեությունը շատ ավելի ահարկու երևույթի մասին է խոսում, քան սովորական խավարումը։ Մարգարեն կարծում էր, որ արևը կարող է հավիտյան խավարել, որից հետո մեր երկրագունդը կընկնվի անելանելի ապոկալիպտիկ խավարի մեջ։ Գիտնականներն ասում են, որ այդպիսի հեռանկարը միանգամայն հնարավոր է։ Զարմանալի կերպով ամեն ինչ կարող է սկսվել անտանելի վառ լույսից։ Գամմա ճառագայթները էլեկտրամագնիսական լուսապատկերի մասն են, որն ըստ էության լույսն է։ Գամմա ճառագայթները առաջանում են էլեկտրամագնիսական ճառագայթման արդյունքում, դրանք ռադիոակտիվ տարրերի քայքայման արդյունք են։ Եթե սովորական լույսը համեմատենք ձեր այտին նրբորեն դիպչող փետուրի հետ, ապա գամմա ճառագայթը նման է հրացանի գնդակի։ Այդ ճառագայթի մեկ ֆոտոնի էներգիան միլիարդ անգամ գերազանցում է տեսանելի ֆոտոնի էներգիան։ Հենց դրանով էլ նա վտանգավոր է։ Նման ճառագայթներն ընդունակ են քայքայել ցանկացած բջիջ, ոչնչացնել կամ դեֆորմացիայի ենթարկել դեմեթեն։ Թեև գամմա ճառագայթները բացահայտված են դեռևս հարյուրավոր տարիներ առաջ, գիտնականները միայն հիմա են հասկացել նրանց իրական վտանգի չափերը։ Ինչպես բացատրում է դոկտոր Նիլ Գեհերզը, հետազոտությունները մեծ առաջընթաց ապրեցին Սառը պատերազմի ժամանակաշրջանում։ Միջուկային պայթյունների ժամանակ գամմա ճառագայթների արտանետումները անխուսափելի են։ 1962 թվականին նախագահ Քենեդին Խորհրդային Միության հետ միջուկային զենքերի փորձարկման մասին պայմանագիր ստորագրեց։ Համաձայն այդ փաստաթղթի երկրի մթնոլորտում միջուկային փորձարկումները արգելվում էին։ Միացյալ Նահանգներում կառուցվեցին հատուկ սարքավորումներով հագեցած արբանյակներ, որոնք հսկում էին պայմանագրի պահպանումը։ Շուտով նրանք արձանագրեցին գամմա ճառագայթների առկայությունը։ Բայց վտանգը Ռուսաստանի կողմից չէր։ Շատ արբանյակներ արձանագրեցին բռնկումներ, որոնք նկատվում էին ոչ երկրի վրա,
աղբյուրը հեռավոր տիեզերքում էր։ Մինչ գիտնականները փորձում էին որոշել ճառագայթների ծագման վայրը, նրանք բացահայտեցին տիեզերքի պատմության ընթացքում տեղի ունեցած ամենահզոր պայթյուններից մեկի գաղտնիքը։ Իրենց հզորությամբ գամմա ճառագայթների բռնկումները զիջում են միայն մեծ պայթյուններին, որքանով մեզ հայտնի դա տիեզերքում էներգիայի ամենամեծ արտանետումն է։ Այն տեղի է ունենում հսկայական գերնոր աստղի պայթյունից հետո։ Նրա հենց կենտրոնում գոյանում է սև անցք, որտեղ կենտրոնանում են էներգիայի երկու փնջեր։ Դրանք իրենց տեսակի մեջ կարծես տիեզերական լազերներ լինեն, մահվան ճառագայթներ։ Այս գործընթացում արտազատվող էներգիան այնքան հսկայական է, որ երևակայելն անգամ դժվար է։ Եվ միայն այսօր ենք մենք հասկանում, թե դա որքանով է վտանգավոր և սարսափելի։ Մոտ 10 վայրկյանի ընթացքում երկու շեշտակի ուղղված ճառագայթները ավելի շատ էներգիա են բաց թողնում, քան արևը իր ամբողջ 15 միլիարդ տարիների գոյության ընթացքում։ Միլիոնավոր նման երևույթներ տեղի են ունենում ամեն օր։ Տիեզերքը իր մեջ շատ վտանգներ է թաքցնում։ Աստերոիդի հետ բախման հնարավորությունը, արևի ճառագայթները, մեր համաստեղությանը սպառնացող սև անցքերը, բայց այդ բոլորը համեմատել անգամ չի կարելի գամմա ճառագայթների հետ։ Այն ամենը, ինչ գտնվում է 1000 լուսային տարիների հեռավորության վրա և կանգնած է գամմա ճառագայթների ճանապարհին, կոչնչանա։ Բարեբախտաբար, երկրի համար ուղղակի վտանգ ներկայացնող աստղեր դեռ չեն հայտնաբերվել, բայց նույնիսկ մեզնից հազարավոր լուսային տարիներ առաջ տեղի ունեցած գամմա ճառագայթներից առաջացած ռադիացիան կարող է վնաս պատճառել մեր մոլորակին։ Բացի այդ, կան վկայություններ, որ մեր երկիրն արդեն առնչվել է նման վտանգի հետ։ Մի քանի 100 միլիոն տարի առաջ մոլորակի գլխավոր կենսաձևի ներկայացուցիչներն էին տրիլոբիտները, որոնք խեցգետին հիշեցնող արարածներ էին և ապրում էին օվկիանոսում։ Միանգամայն հնարավոր է, որ գամմա ճառագայթների բռնկումը տեղի ունեցել արեգակնային համակարգից այնպիսի հեռավորության վրա, որ ոչնչացրել է այն ամենը, ինչ շնչվում է երկրի վրա։ Նույնիսկ դինոզավրերի ոչնչացումը չի կարելի համեմատել սրա հետ։ Եվ այսպես գամմա ճառագայթները հատուկ վտանգ են ներկայացնում մեր քաղաքակրթության համար։ Բայց ինչպես կարող է կուրացնող բռնկումից հետո երկիրը թաղվել թանձր խավարի մեջ։ Պատասխանը պետք է փնտրել երկրագնդից 8000 լուսային տարի հեռավորության վրա։ Գոյություն ունի աստղ, որի անունն է WR104։ Այո, միանգամայն անմեղ անուն, բայց նրա մեջ մարդկության համար իրական վտանգ է թաքնված։ Բանն այն է, որ այդ աստղը իր դաշտն ապրել է և շուտով կպայթի։ Բայց դա ինչպես կարող է անդրադառնալ մեր մոլորակի վրա։ Ոչ մի նախազգուշացում չի լինի, չէ՞ որ գամմա ճառագայթները իրենցից ներկայացնում են լույս։ Ուրեմն սրանում են լույսի արագությամբ և փաստորեն բնության մեջ դրանցից ավելի արագաշարժ բան չկա։ Այն պահը, երբ նրանք կմխրճվեն երկրակեղևի մեջ, կլինի հենց նախազգուշացումը։ Այսինքն դա կլինի վերջին բանը, որ մենք կտեսնենք։ Եվ 8000 լուսային տարիները իրենցից հսկայական հեռավորությունը ներկայացնում, WR104-ը կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել արեգակնային համակարգում։ Որքան էլ տարօրինակ լինի, հենց հսկայական չափերի հասնող լույսի բռնկումն է, որ ընդունակ է առաջացնել աստվածաշնչյան մարգարեությունում նկարագրված խավարը։ Գամմա ճառագայթների բռնկումը կփոփոխի երկրի մթնոլորտի քիմիական կառուցվածքը, կգոյանա կարմրաշագանակագույն մշուշի թանձր մի շերտ, որը կարգելափակի արևի լույսի ներթափանցումը։ Մոլորակի վրա ամենուրեք ջերմաստիճանի իջեցում կնկատվի։ Լուսասինթեզի գործընթացը կխափանվի։ Ամբողջ աշխարհում կսկսեն ոչնչանալ բույսերը։ Միանգամայն հավանական է, որ նման կտրուկ և բացասական փոփոխությունների հետևանքով խախտվի նաև սննդաշղթան։ Նույնիսկ օվկիանոսում բնակվող միկրոօրգանիզմների փոփոխությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Օրինակ, առանց պլանկտոնների ջրաբնակ բոլոր տեսակները նույնպես շուտով կոչնչանան։ Ամբողջ համակարգը կփլուզվի, չէ՞ որ այդ հսկայական շղթայում ամեն բան փոխկապակցված է։ Եվ ահա հավասարակշռությունը խախտված է։ Սևացած երկինքը կախվել է սառչող մոլորակի վրա։ Դատապարտված մարդկանց համար գամմա ճառագայթների արկայծումը կդառնա այն դատավճիռը, որը կայացվել էր աստվածաշնչյան մարգարեության մեջ մոտ 2000 տարի առաջ։ Հենց դա էլ կլինի աշխարհի վերջը։ Վերջին օրերին ամբողջովին քաոս կտիրի։ Բոլոր մարդկային հասկացողությունները գլխիվայր շուռ կգան։ Լույսի աղբյուր հանդիսացող արևը կսևանա և մարդիկ վերջապես կհասկանան, թե որն է Աստծո նպատակն ու նրա անսասան կամքը։ Չեմ կարծում, որ Աստծուն յուրահատուկ միջոցներ են հարկավոր աշխարհը ոչնչացնելու համար, բայց եթե գամմա ճառագայթները հարմար գործիք հանդիսանան, նա կօգտագործի դրանք։ Առայժմ ոչ ոք չի կարող հստակորեն ասել, թե մեզ ինչ վտանգ կարող է սպառնել տիեզերքի խորքերից։ Տիեզերքում կատարվող երևույթներից շատերը պատահական բնույթ ունեն։
Եթե մեր մոլորակին մոտ որևէ աստղ պայթի, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Ամեն դեպքում մտավախությունների առիթները շատ են։ Հնարավոր է, որ արդեն WR104 աստղը արդեն պայթել է մեզնից 8000 լուսային տարի հեռավորության վրա, եւ նրա մահացու գամմա ճառագայթումը պատրաստ է ոչնչացնել մեր մոլորակը։ Բայց որքան էլ սարսափազդու թվա 6-րդ կնիքի մարգարեությունը, հաջորդ նշանը կապված է ավելի մղձավանջային կանխագուշակման հետ։ Այս արհավիրքը ավելի քան մյուսները հիշեցնում է մեզ դժոխքի գոյության մասին։ Իրենց հետազոտությունների ժամանակ Ելոուստոունի գիտնականները ապշեցուցիչ բացահայտում արեցին։ Կարող է արդյոք այն կապված լինել ապագա գլոբալ աղետի հետ եւ համարվել 7 նշանների մասին մարգարեության մի մասը։ Երկրորդ հրեշտակը փչեց իր փողը եւ կրակների մեջ այրվող հսկայական լեռը գահավիժեց ծովը։ Այն բանից հետո, երբ կհնչի հրեշտակի երկրորդ փողը, տեղի կունենա հսկայական լեռան գահավիժումը օվկիանոսի մեջ։ Խոսքը կարող է աստերոիդի մասին լինել, բայց մենք ունենք լեռ եւ կրակ բառերը։ Այնպես որ ավելի հավանական է, որ խոսքը օվկիանոսի մեջ գտնվող լեռան մասին է։ Դա մոլորակի վրա գտնվող ամենավտանգավոր եւ ավերիչ ուժերից մեկն է։ Հնարավոր է, որ աշխարհի վերջը գուժող նշաններից մեկը հրաբուխն է։ Հավաստիանալու համար պետք է դիմել պատմությանը։ Ինչպես գիտենք, դժոխքի նկարագրությունը հարուստ է մոլեգին կրակի, խեղդող ծխի, ծծմբի եւ եռացող լավայի պատկերների նկարագրությամբ։ Իհարկե, այդ պատկերացումը ծնվել է հրաբխային ժայթքումների մասին մարդկանց պատմություններից։ Վաղ քրիստոնյաները դրանք Աստծո ցասման վկայություն էին համարում։ Ամենակործանիչներից մեկը Վեզով լեռան ժայթքումն էր, որը տեղի ունեցավ մերթվարկության 79 թվականին, երբ Պատմոս կղզում Հովանես Ավետարանիչը արդեն ավարտել էր իր հայտնությունը։ Արդյունքում հիմնահատակ ավերվեց հռոմեական Պոմպեի քաղաքը։ Հազարավոր մարդիկ տանջամահ եղան շիկացած մոխրի շերտի ներքո։ Քրիստոնյաների համար դա Աստծո վրիժառության ակտն էր, ի պատասխան հռոմեական իշխանությունների պատճառած բոլոր տառապանքների։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Հրաբխի ժայթքումն ապացույցն է այն բանը, որ Աստված վերահսկում է աշխարհի վրա գոյություն ունեցող կյանքը։ Միայն նրան են ենթարկվում բոլոր բնական գործընթացները։ Բոլորս էլ գիտենք, թե նման արհավիրքների հետևանքները որքան կործանիչ կարող են լինել։ Բավական է հիշել վերջին տասնամյակներում կատարված իրադարձությունները։ Սուրբ Հեղինի լեռան ժայթքումը Վաշինգտոն նահանգում կամ Պենոտոբոյի ժայթքումը Ֆիլիպիններում։ Մարդիկ դժվարությամբ են համակերպվում նման աղետների հետևանքով առաջացած անսպասելի եւ ահռելի կորուստների հետ։ Բայց հրաբուխը, որի մասին խոսվում է 7 նշանների մարգարեության մեջ, անհնար է համեմատել մինչ այդ մարդկությանը վրա հասած որևէ արհավիրքի հետ։ Այն բանից հետո, երբ այդ առասպելական լեռը կփլվի օվկիանոսի մեջ, աշխարհից երեսին շնչավոր ամեն բան կոչնչանա։ Գոյություն ունեն արդյոք մեր մոլորակի վրա այնպիսի հրաբուխներ, որոնց ժայթքումը կարող է նման հետևանքներ ունենալ։ Որոշ մասնագետների կարծիքով, այո, նրանք կարող են մեզնից թաքնված լինել ջրերի խորքում եւ նույնիսկ օվկիանոսի ընդերքում։ Բնության նման երևույթները կոչվում են գերհրաբուխներ։ Գերհրաբուխը դա այն հրաբուխն է, որն ընդունակ է մեկ ժայթքման ընթացքում հարյուրավոր խորանարդ կիլոմետր մոխիր դուրս թքել։ Արտանետման ծավալը մոտ 150 անգամ կգերազանցի 1980 թվականին Սուրբ Հեղինի լեռան հրաբխի ժայթքման ծավալին։ Կարծիք կա, որ աշխարհում գոյություն ունի մոտ 10 այդպիսի հրաբուխ։ Նոր Զելանդիայում գտնվող Տուապոլիչը, Սանտորինոյի Էգեյան ծովում, Նեապոլից ոչ հեռու գտնվող Ֆլեգրեյան դաշտերը, այլ որտեղ մի քանի հազար մարդ է ապրում։ Հրաբուխների մեծ մասի ժայթքումից հետո խառնարան է առաջանում։ Բայց եթե խոսքը գերհրաբուխի մասին է, մենք գործ ունենք դեֆորմացիայի այլ տեսակի հետ, որը կոչվում է կալդերա։ Դա գավաթ հիշեցնող խորություն է, հստակ գծագրված ձևով եւ բավական հաստ պատերով։ Նրա շարավիղը սովորաբար տասնյակ կիլոմետրեր է կազմում։ Դա բավական արտասովոր երևույթ է։ Միացյալ Նահանգների տարածքում մի քանի հրաբխային կալդերաներ կան։ Դրանք ինչ խոսք անկրկնելի տեսք ունեն, բայց միևնույն ժամանակ իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Ելոուստոունում մի քանի հսկայական խառնարան կա։ Նրանցից մեկի տրամագիծը 2.5 կիլոմետր է։
Դժվար է պատկերացնել, որ հրաբխի ժայթքումը կարող է մագմայի այդպիսի հսկայական ծավալ արտանետել։ Բայց Ելոուստոունում հենց այդպես էլ եղել է, այն էլ մի քանի անգամ։ Այս տարածքում 3 հսկայական ժայթքումներ են եղել։ Դրանցից վերջինը տեղի ունեցել 640,000 տարի առաջ։ Եթե նման արհավիրքներն արդեն կարողացել են ցնցել Ելոուստոունի տարածքը, հավանականություն կա, որ նրանք կարող են կրկնվել։ Դա ընդհանրապես ժամանակի հարց է։ Ելոուստոունի կալդերան տարեկան բարձրանում է 1.5 սանտիմետրով։ Դա տեղի է ունենում Սարահարթի տակ գտնվող շիկացած ապարների կուտակումից։ Առայժմ մենք բավարար տեղեկություններ չունենք պարզելու համար, թե այդ ամենն ինչի կարող է հանգեցնել։ Բայց մենք չենք բացառում նաև վատթարագույնը։ Գիտնականների հավաքած տվյալները ցույց են տալիս, որ նոր ժայթքման հավանականությունը Ելոուստոունի տարածքում մեծ չէ։ Ամեն դեպքում մոտակա 3000 տարիների ընթացքում դա նրանց չի սպառնում։ Սակայն մասնագետների փաստերը չեն համոզում նրանց, ովքեր հավատում են 7 նշանների մասին մարգարեության ուժին։ Դեռ չեմ հանդիպել նման դեպքի, երբ գիտնականների փաստարկները այսքան համոզիչ կերպով կարող են շղթել աստվածաշնչյան մարգարեությունները։ Ամեն դեպքում մասնագետներն ու հավատացյալները համամիտ են, որ գերհրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել այնպիսի ավերածությունների, որոնք հիմնովին կփոխեն մեր քաղաքակրթության ապագան։ Ամեն ինչ կսկսվի միջին հզորության ժայթքումներից։ Դրանք տեղի չեն ունենա միաժամանակ, ընդհակառակը, առաջացած մեկ անցքը կնպաստի հաջորդ արտանետումների շարանին, որոնք կտարածվեն ամբողջ կալդերայի տրամագծով։ Դա չտեսնված չափերի աղետ կլինի, որից հետո Ելոուստոունի գոյացությունները ամբողջովին կփլվեն, եւ պայթյունի հետևանքով մթնոլորտ կբարձրանա հրաբխային գազից եւ մոխրից կազմված 20 կիլոմետր բարձրությամբ սյունը։ Կալդերայի պայթյունի պատճառով շիկացած լավան հսկայական շիթերով կտարածվի շրջակայքում։ Այդ շիթերը կձգվեն մի քանի 100 կիլոմետր։ Այն ամենն, ինչ գտնվում է հրաբխի շրջակայքում, կայրվի եւ կոչնչանա։ Պատմությունից մեզ հայտնի է, որ նման երկրաբանական աղետի զոհերին տանջալից մահ է սպառնում։ Մարդիկ խեղդամահ կլինեն ընդունավոր գազերից, որոնք ուղղակի ներսից կայր են նրանց։ Մթնոլորտում մնացած մոխիրը քամիները կտանեն արևմտյան ուղղությամբ։ 10 նահանգներ, Կալիֆոռնիայի մեծ մասը ներառյալ, կթաղվեն մոխրի շերտի տակ։ Եվ խոսքն այդ շրջանում ապրող մարդկանց զանգվածային մահվան մասին է։ Բացի այդ, նման երկրաբանական փոփոխությունները մեծապես կխախտեն էկոլոգիական հավասարակշռությունը ամբողջ աշխարհում։ Դա խուսափելի կլինի։ Բայց այս աղետի երկարատև հետևանքները ավելի ողբերգական են։ Հրաբխային մասնիկներն ու գազերը կշարունակեն իրենց շրջապտույտը մթնոլորտում, փակելով արևի լույսը։ Հրաբխային ձմեռ կսկսվի, որը նման կլինի երկրի եւ աստերոիդի բախման հետևանքով առաջացած երևույթին։ Միջին ջերմաստիճանն ամենուրեք կընկնի 5 աստիճանով։ Թեև այնքան էլ սարսափազդու չի հնչում, բայց նման փոփոխությունները կարող են դառնալ սառցադաշտային շրջանի նախակարապետը։ Երբ այս մղձավանջը տեղի ունենա, մարդիկ կսկսեն հիշել, որ այդ իրադարձությունները արդեն նկարագրված են եղել Աստվածաշնչում։ Դեռ շատ տարիներ առաջ։ Ի տարբերություն իրենց հավատին անտավաճան մնացած քրիստոնյաների, գիտնականները գտնում են, որ մարդկությունը հնարավորություն ունի պատրաստվելու ապագա բնական աղետներին։ Գերհրաբխների ժայթքումը կարող է տեղի ունենալ մոլորակի միանգամից մի քանի տասնյակ շրջաններում։ Եթե նույնիսկ տեսաբանները մեզ զգուշացնեն գալիք աղետի մասին, առավելագույնը, որ կարող են կանել, դա մոտակա տարածքների բնակիչների տարհանումն է։ Այնքան էլ սփոփից չի հնչում։ Երևում է, որ մինչև հիմա էլ մեր հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Աշխարհի վերջը գուժող հաջորդ նշանը կապված է ավելի խորհրդավոր մի երևույթի հետ։ Սակայն երկիր մոլորակի վրա նրա ազդեցությունը կարող է նույնքան ողբերգական լինել։ Գիտնականներից շատերի կարծիքը համընկնում է այն հարցում, որ մեր մոլորակի կյանքը ծնունդ է առել օվկիանոսում։ Կարող է արդյոք աշխարհի կործանումը կապված լինել ջրի հետ։ Նրանք, ովքեր հավատում են 7 նշանների մարգարեությանը, հավատացած են, այո։ 2005 թվականին Ֆլորիդայի բնակիչները ականատես եղան ստորջրյա կենդանական աշխարհի զանգվածային մահացության դեպքերի։
Հակագազեր կրող մասնագետների հատուկ խումբը մեքսիկական ծոցի ափերը մաքրեցին օվկիանոսի հազարավոր բնակիչների դիակներից։ 2007 թվականին նմանատիպ աղետ տեղի ունեցավ նաև հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Գետերի, ծովարյուսների եւ տարբեր տեսակի ձկների ու թռչունների մեռած մարմինները ողողել էին ծովափերը։ Այս պատկերը կարծես հայտնության գրքից էր վերցված։ Ծովում բնակվող բոլոր արարածների մահը մեզ համար մի անհավանական երևույթ է։ Չէ՞ որ օվկիանոսը այնքան մեծ է։ Ամեն դեպքում Աստվածաշնչում հստակորեն ասված է, որ Աստծո կողմից ուղարկված փորձություններում դա անխուսափելի կլինի, վաղ թե ուշ։ Ծովային էկոլոգիական աղետը ուղղակիորեն կապված է աշխարհի վերջը գուժող հաջորդ նշանի հետ։ Եվ այն ժամ երկրորդ հրեշտակը իր անոթի պարունակությունը թափեց ծովը եւ այն վերածվեց արյան, որը նման էր մահացած մարդու արյանը, եւ ամեն կենդանի բան մահացավ։ Համաձայն Աստծո ցասման երկրորդ անոթի խորհրդի մոլորակի վրա գտնվող բոլոր գետերը պետք է ներկվեն արյամբ։ Երրորդ անոթի դատարկվելուց հետո նույն բանը տեղի է ունենալու նաև ծովերի եւ օվկիանոսների հետ։ Աստծո կողմից ջուրն արյան վերածելու խորհուրդը Աստվածաշնչում կրկնվող դրվագներից մեկն է, բայց որն է նրա իրական իմաստը։ Աստված ջուրը արյան կվերածի եւ արդյունքում կսատկեն բոլոր ձկները եւ ջուրը թունավորված կլինի։ Այլ կերպ ասած, մահացած ծովային օրգանիզմների արյունը կլցվի ծով։ Սա բարձրագույն ուժերի դժգոհության եւս մեկ խորհրդանիշն է։ Ըստ հին կտակարանի նման բան արդեն պատահել է Եգիպտոսում։ Նման բան մեզ սպասում է նաև աշխարհի վերջը գուժող վերջին օրերի ընթացքում։ Զուգահեռները չափից ավելի ակնհայտ են դրանք անտեսելու համար։ Աստվածաշնչյան ժամանակաշրջանում արյունը կրոնական հիմնական խորհրդանիշներից մեկն էր։ Հուդայա քրիստոնեական ավանդույթներում արյան խորհրդանիշը ուղղակիորեն կապված էր սրբության հետ։ Հայտնության գրքում այդ կերպարը իր հատուկ դերակատարությունն ունի։ Հնադարյան մարդիկ, ովքեր բավական աղոտ պատկերացում ունեին մարդու մարմնի կառուցվածքի մասին, ամեն դեպքում հասկանում էին, որ հենց արյունն է ապահովում մեր օրգանիզմի նորմալ գործունեությունը։ Այսպիսով արյունը հավերժ կյանքի աղբյուր էր համարվում։ Բայց արյունը նաև մահ է խորհրդանշում։ Ժամանակակից գիտությունը մեզ թույլ է տալիս նոր տեսանկյունից նայել արյան վերածված ջրի խորհրդին։ Դարեր շարունակ մարդկանց զարմացրել է ծովափնյա ջրերի ժամանակ առ ժամանակ առնագույն ներկվելու երևույթը։ Եվ այդ երևույթին ամեն անգամ հաջորդում էր կենդանիների մեռած մարմինների արտանետումը։ Գետերից մինչև ձկների ամենափոքր տեսակները։ Գիտնականները նման երևույթները կապում են ծովային ջրիմուռների հետ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ծովային էկոլոգ Դեյվ Հեչինգը երկար ժամանակ ուսումնասիրել է այդ երևույթը։ Կարմիր ջրիմուռները դրանք բույսեր են, որոնք աճում են ծովերում եւ թունավոր նյութեր են արտադրում։ Դրանց մեծ կուտակումները կարող են հսկայական վնաս պատճառել կենդանական աշխարհին։ Քանի որ ջրիմուռները կարմիր կամ կարմրամանուշակագույն երանգ ունեն, նրանք ջրին այնպիսի գույն են հաղորդում, որ արյան տպավորություն է թողնում։ Ինչպես հայտնի է, հայտնությունների գիրքը գրվել է Էգեյան ծովի կղզիներից մեկում։ Միանգամայն հնարավոր է, որ ջրի կարմիր գույն ստանալը հայտնի երևույթ է եղել տեղաբնակ ձկնորսների եւ հետագայում հովանու մարգարեություններին ծանոթացած մարդկանց համար։ Մասնագետները կարմիր ջրերի խորհուրդը կապում են կարմիր ջրիմուռների երևույթի հետ, բայց համաձայն 7 նշանների մասին պատմող գրության, բոլոր ծովերի եւ օվկիանոսների ջրերը արյուն են դառնալու։ Գիտնականների կարծիքով մեզ նոր աղետ է սպասվում։ Կարմիր ջրիմուռների արտադրած թույնը այնքան վտանգավոր է, որ կարող է ողնաշարավոր կենդանիների մահացության պատճառ դառնալ։ Մարդու վրա ջրիմուռների ներգործությունը կարելի է համեմատել նյարդերի փայտացման գործընթացի հետ։ Վտանգը ուղղակիորեն կապված է ամենատարբեր տիպի կակամորթերի հետ։ Այդ օրգանիզմները կլանում են ջուրը եւ բնական զտիչներ են համարվում։ Կենսագործունեության շրջանում նրանք իրենց օրգանիզմում ջրիմուռների որոշ քանակ են կուտակում։ Նման բիոզանգվածում գտնվող նյութերից առաջացած թունավորումը չափազանց վտանգավոր է առողջության համար։ Այն կարող է փայտացում, հիշողության կորուստ եւ մի շարք այլ հիվանդություններ առաջացնել։ Դժբախտաբար մարդիկ ապահովագրված չեն նման դեպքերից, քանի որ ծովամթերքը մեր սննդամթերքի մի մասն է կազմում։ Այն օգտագործվում է սննդի մեջ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Կարմիր ջրիմուռների թունը կարող է գտնվել ոչ միայն սննդամթերքի մեջ, այլ նաև օդում։ Թունավոր նյութերը կարող են նաև ջրի մակերևույթից օդ բարձրանալ։ Այդ դեպքում ծովին մոտ գտնվելը չափազանց վտանգավոր է դառնում։ Եթե նյարդապարալիտիկ գազի շերտը վեր բարձրանա օվկիանոսի մակերևույթից, այդ երևույթի հետևանքները առափնյաշրջանի բնակիչների համար ուղղակի սարսափելի կլինեն։ Ծովային ջրիմուռների տարածումը կարող է ծովային կենդանիների զանգվածային մահացության պատճառ դառնալ։ Իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի գլոբալ աղետի, որից կտուժան միլիոնավոր մարդիկ, որոնց գոյությունը ուղղակիորեն կախված է ծովամթերքից։ Անկասկած շատերն այս արհավիրքը կկապեն աստվածաշնչյալ մարգարեությունների հետ։ Օվկիանոսային ջրերի աղտոտումն ու գլոբալ տաքացումը կխախտեն էկոլոգիական հավասարակշռությունը։ Չի կարելի թերագնահատել այն վտանգը, որն իրենց մեջ պարունակում են կարմիր ջրիմուռների արտադրած թունավոր նյութերը։ Եվ քանի որ դրանք բազմանում են մեծ արագությամբ, թունավորումը կարող է հսկայական չափերի հասնել։ Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք ծովային բույսերի արտադրած թունավոր նյութերի հսկողությանը։ Շատերն այս բոլոր ժամանակակից խնդիրներում հակված են որոշակի նախանշաններ տեսնել։ Իմ կարծիքով բնական աղետների միջոցով Աստված ցանկանում է ցույց տալ, որ մարդիկ անցել են հակաքրիստոսի կողմը։ Նա կարծես ասում է, դուք միլիոնավոր անմեղ մարդկանց եք սպանել հանուն ձերից քորինած գաղափարների, բայց շուտով կգա արդար դատաստան կայացնելու իմ ժամը, եւ ես բոլոր ջրերը այրուն կդարձնեմ, եւ դա կլինի իմ վերջին նախազգուշացումը։ Այնպես որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում։ Էկոլոգիական աղետ կանխատեսող նշանը մեզ մոտեցնում է մարգարեության հաջորդ դրվագին։ Այն պատմում է աշխարհի վրա կյանքի լիակատար ոչնչացման ուղղակի վտանգի մասին, որը թաքնված է մեր երկրագնդի ներքին շերտերում։ Հրեշավոր երկրաշարժեր, սոսկալի համաճարակներ, մեռնող օվկիանոսներ։ Այս ամենն արդեն կանխագուշակվել է Աստվածաշնչում, եւ այս ամենի հաստատումները կարելի է գտնել պատմության մեջ։ Բայց որը կարող էր աշխարհի կործանման պատճառ դառնալ։ Սակայն նախազգուշացումներն ամենուրեք շրջապատում են մեզ։ 1997 թվական, Արկտիկայի կանադական մասը։ Մոտակա բնակավայրը գտնվում է 150 կիլոմետր հեռավորության վրա։ Գիտահետազոտական խմբի աշխատակիցներից մեկը տարօրինակ երևույթ է նկատում։ Փոփոխությունները, որոնք նկատեցի Արկտիկայում, բավական ծավալուն եւ կտրուկ էին, դրանք ջերմաստիճանի տատանումներով բացատրելու համար։ Այնտեղ շատ ավելի սարսափելի բաներ տեղի ունենում։ Դա փաստ է եւ մենք ստիպված ենք որևէ բան ձեռնարկել։ Հսկայական սառցապեկորները փոխվում են Անտարկտիկայից։ Ատլանտյան օվկիանոսում մոլեգնում են փոթորիկները։ Ցիկլոնների պատճառով Ասիայում հազարավոր մարդիկ են մահանում։ Երաշտն ամբողջությամբ ամայեցնում է շրջանները։ Տեսակները բնաջնջվում են սոսկալի արագությամբ։ Կարող են արդյոք այս բոլոր գործոնները կապված լինել աշխարհի վերջը գուժող նշանների հետ։ Հայտնության գրքում ասված է, երբ բացվի 7-րդ կնիքը, կհնչեն հրեշտակների 7 փողերը եւ դրանից հետո կդատարկվեն Աստծո ցասման 7 անոթները։ Ապա 4-րդ հրեշտակն իր անոթի պարունակությունը թափեց արևի վրա եւ արևին արտոնություն տվեց խանձելու մարդկանց։ Գլոբալ տաքացումը մեր մոլորակի վրա տեղի ունեցող ամենավտանգավոր գործընթացներից մեկն է։ Գիտական խորհուրդն անհանգստացած է ջերմաստիճանի վերելքի տեմպերով, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Տաքացումը տեղի ունենում ամենուրեք եւ պատահական չէ, որ այս երևույթի իրական ֆիզիկական պատճառը անհանգստացնում է մեզ։ Մենք անընդհատ ավելացնում ենք ջերմոցային գազերի մթնոլորտային արտանետման քանակը։ Իսկ դրա դառը պտուղները մեր երեխաներն են քաղելու։ Իսկ ձեր կարծիքով դա արդար է։ Ձյան եւ սառույցի ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աշխատակից Մարկ Սերեզեի համար գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառը միանգամայն ակնհայտ է։ Հիմա արդեն որոշակիորեն կարելի է ասել, որ գլոբալ տաքացումը ուղղակիորեն կապ ունի ջերմոցային գազերի հետ։
Մարդու ամբողջ գործունեությունը, գիտեն այդ մասին թե ոչ, նպաստում է տաքացմանը, եւ շենքերի կառուցումը, եւ հողերի մշակումը, եւ ավտոմեքենաների օգտագործումը, եւ թե սննդի պատրաստումը։ Մեր բոլոր գործողություններն ազդում են կլիմայի եւ էկոլոգիայի վրա։ Շրջակա միջավայրի աղտոտումը շատ ավելի մեծ տեմպերով է առաջ շարժվում, քան ցույց են տալիս մեր սանդղակները։ Հավատացյալների համար կլիմայական փոփոխությունները կապված են աշխարհի վերջը գուժող ավելի խոշոր աղետի կանխագուշակության հետ։ Մարդիկ մեռնելու են շոքից, արևի ճառագայթումից եւ թունավորումից։ Ջրային աղբյուրները կչորանան, արեգակի ակտիվությունն այնքան կմեծանա, որ երկրագնդի բնակչության 50%-ը կմահանա։ Մենք կկանգնենք միջի չտեսնված տարերային աղետների առաջ։ Համաձայն եք սարսափելի, երբ լուրերով լսում ես մարդկանց մասին, ովքեր չեն կարողանում դուրս գալ տնից, որովհետև քաղաքի փողոցները ջրասույզ են եղել։ Չնայած բոլոր տարաձայնություններին, մասնագետները համակարծիք են մեկ հարցում. մեր երկրագունդը տաքանում է եւ դրա հետևանքները կարող են սարսափելի լինել։ Դա ժամանակի հարց է։ Մենք դեռևս չենք կարող ասել, թե վնասն ինչ չափերի կհասնի, բայց կանխատեսումներս փոփիչ չեն։ Երկրի ջերմաստիճանի բարձրացումը նույնիսկ մի քանի աստիճանով կարող է կործանիչ հետևանքներ ունենալ։ Փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է բարձրանում ծովի մակարդակը։ Մեզ շատ ավելի հզոր փոթորիկներ են սպասվում, քան նախկինում եղածները։ Երաշտը նույնպես կընդլայնի իր տարածքը, նոր պատերազմներ կծագեն։ Կարող եք չկասկածել, գլոբալ տաքացումը կհանգեցնի ահաբեկիչների ակտիվացմանը։ Ջերմաստիճանի բարձրացումը գործի կդնի շղթայական ռեակցիան։ Մասնագետներից շատերը հասարակության ուշադրությունը հրավիրում են ծովի մակարդակի բարձրացման խնդրին։ Ինչու է դա տեղի ունենում։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ սառցաբեկորներն ու սառցադաշտերը հալչում են սարսափազդու արագությամբ։ Ծովի մակարդակի բարձրացմանը նպաստում են Գրենլանդիայի եւ Անտարկտիկայի սառույցների հալոցքը։ Միասին նրանք 90 մետրանոց սառցակտոր են կազմում։ Ծովի մակարդակի նույնիսկ ոչ մեծ 10 մետրանոց բարձրացումը կարող է Ֆլորիդայի եւ Միացյալ Նահանգների ամբողջ արևելյան ափի խորտակման պատճառ դառնալ։ Ամերիկայի բնակչության 25%-ի կյանքը վտանգված կլինի։ Կարելի է ասել, որ մեր օրերում ափամերձ շրջաններում սեփականություն ձեռք բերելը այլևս անվտանգ չէ։ Գնալով ավելի շատ մարդիկ են սկսում գիտակցել այս հանգամանքը։ Գիտնականներից ոմանք կանխատեսում են, որ ծովի մակարդակը ավելի է բարձրանալու եւ հասնելու է ընդհուպ 90 մետրի։ Սա իրոք կարող է աստվածաշնչյան չափերի աղետ դառնալ։ Ջրի տակ կանցնեն Լոնդոնը, Վենետիկը, Ամստերդամը, Բեռլինը եւ նույնիսկ Փարիզը։ Մարդկանց ներկայիս վերաբերմունքը էկոլոգիայի եւ կլիմայի նկատմամբ չի կարող անհետևանք մնալ։ Վերջին 100-ամյակի ընթացքում իրավիճակն անընդհատ վատանում է։ Մասնագետները հսկայական ուժգնության հասնող փոթորիկներ են կանխատեսում։ Փոթորիկները ձևավորվում են տաք օվկիանոսային ջրերի շնորհիվ։ Իսկ օվկիանոսի ջրերը անընդհատ տաքանում են, այնպես որ մեզ ավելի մեծաքանակ փոթորիկներ են սպասվում։ Կլիմայական փոփոխությունները անխուսափելիորեն նոր տեսակի տարերային աղետների պատճառ կդառնան։ Եթե իմի բերենք մեր ունեցած տեղեկությունները, կհասկանանք, թե մարդկությանն ինչ մռայլ փոփոխություններ են սպասվում։ Նախ եւ առաջ այդ փոփոխությունները կազդեն զարգացող երկրների վրա։ 100,000-ավոր մարդիկ կզոհվեն, բայց այնպիսի երկրներն ինչպիսին Ամերիկան է, նույնպես ապահովագրված չեն աղետներից։ Շատերը համոզված են, որ արևմտյան աշխարհին ոչինչ չի սպառնում։ Սա լուրջ մոլորություն է։ Բավական է հիշել Կատրին Փոթորկի ավերածությունները հասկանալու համար, որ մենք բոլորս էլ նույն նավակում ենք լողում։ Վտանգը համայն մարդկությանն է սպառնում։ Պատրաստ ենք մենք գլոբալ տաքացմանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Սակայն 7 նշաններից վերջինի կանխագուշակած աղետն այնքան հրեշավոր է, որ ոչինչ չի կարող օգնել մեզ նրանից փրկվելու համար։ Բալու եւ Չարի վերջին ճակատամարտը կոչվում է Արմագեդոն, եւ այն անկասկած աշխարհի երեսից կջնջի ամեն բան։ 7 նշանների վերջին հանելուկը բոլորովին էլ միանշանակ չէ։ Հովհաննես ավետարանչի հայտնությունը լի է խորհրդավոր նշաններով եւ մռայլ տեսիքներով։ Պետք է հասկանալ, որ աստվածաշնչյան մարգարեությունները նման են հետախուզական ծառայություն հայթայթած տեղեկություններին։ Այնպես ինչպես հետախուզական կոմիտեի աշխատակիցներն են տեղեկություններ հավաքում դրանք հետագա քննության ենթարկելու նպատակով։ Աշխարհի վերջը գուժող նշանները մեզ մտածելու տեղիք են տալիս։ Գոյություն ունի ևս մեկ կարևոր գործոն, որը կապված է 7 նշանների հետ։ Դա 7 թիվն է, որն անընդհատ օգտագործվում է գալիք աղետները հիշատակելիս։ Մենք ունենք փոփոխությունների 3 փուլ, յուրաքանչյուրում 7 աղետ։
7 թիվը կարևոր դեր է խաղում, այն կապված է Աստծո հետ՝ ի տարբերություն 6-ի։ Գոյություն ունեն 7 նշանների մարգարեության տարբեր մեկնաբանություններ, ինչը մոլարանտ հավատացյալներին թույլ է տալիս սեփական նպատակներով օգտագործել գրվածքը։ Նույնիսկ աստվածաբանների կարծիքը երբեմն չի համընկնում տեքստի որոշ հատվածների մեկնաբանման առումով։ Ինչև հիմա դժվար է ասել, թե աստվածաշնչյան մարգարեության որ ընկալումն է ավելի ճիշտ՝ տառացին թե փոխաբերականը։ Պատմության ընթացքում մենք արդեն բազմիցս հանդիպել ենք համաճարակների եւ սովի։ Գուցե հենց դրանք էլ եղել են այն փորձությունները, որոնք Աստված պատրաստել է մարդկության համար։ Թե ամեն ինչ դեռ առջևում է։ Ակնհայտ է, որ եզրափակիչ, բայց ամենադաժան փորձությունը կապված է լինելու վերջին նշանի հետ։ Դա Արմագեդոնն է։ Եվ այն ժամ տեսա ես գազանին և երկրային թագավորների, իրենց բանակներով, որոնք հավաքվել էին կռվելու ձիու վրա նստածի և նրա բանակի դեմ։ Ըստ հայտնության գրքի առաջին հեծյալը նորից է հայտնվում և այս անգամ նրա անունը հայտնի է մեզ։ Հիսուսի դեմ է դուրս գալու հակաքրիստոսը։ Հենց դա էլ կլինի պատմության մեջ բարու և չարի վերջին կռիվը։ Այդ կռվի մասշտաբները հնարավոր չէ պատկերացնել։ Աշխարհի բոլոր ազգերը կներգրավվեն այդ պատերազմի մեջ։ Մենք գիտենք նաև այն վայրը, որտեղ տեղի կունենա ճակատագրական պատերազմը։ Իսրայելի տարածքում Իգիդա անունով մի քաղաք կա։ Պատմության ընթացքում 20-ից ավելի ճակատամարտեր են եղել գրավելու համար այդ քաղաքի տարածքը։ Արմագեդոնի մասին մարգարեությունը պատմական մեծ նշանակություն է ունեցել։ 11-ից 13-րդ դարերում պատերազմող խաչակիր ասպետները 7 նշանների հայտնությունը կյանքի կոչել է իրենց սրբազան առաքելությունն էին համարում։ Խաչակիրների բանակը կռվում էր Քրիստոսի դրոշի ներքո։ Նրանց գլխավոր նպատակը սրբազան հողն էր, որն անհրաժեշտ էր ետ խլել սատանայական հորդաներից։ Եվ հայտնությունը այդ գործընթացի հիմնական գաղափարական շարժիչ ուժն էր։ Ասպետների հավատը մոլեռանդության էր հասնում։ Մինչ օրս էլ Արմագեդոնի մասին կանխագուշակումները շարունակում են հուզել մարդկանց։ Հավատացյալներից շատերը վստահ են, որ չարագույժ մարգարեությունները շատ շուտով իրականություն են դառնալու։ Մենք ապրում ենք դաժան և անկանխատեսելի աշխարհում։ Մեզ շրջապատում են ահաբեկիչներն ու մոլեռանդ հավատացյալները։ Ռազմական տեխնոլոգիաները նույնպես զարգանում են և մարդիկ վախենում են, որ իրավիճակը դուրս կգա հսկողությունից։ Ոմանց համար միջուկային պատերազմի վտանգը միշտ կապված է եղել Արմագեդոնի ըմբռնման հետ։ Տեսեք, թե այսօր աշխարհում ինչքան միջուկային զենք կա։ Այն էլ այն դեպքում, երբ մենք համարյա ոչինչ չգիտենք կենսաբանական զենքի մասին, որը ստեղծվում է լաբորատոր պայմաններում։ Կարելի է արձանագրել, որ պատմության մեջ մարդկությունը դեռ երբեք հաշված օրերում մեր մոլորակը վերացնելու համար նման հարուստ զինապահեստ չի ունեցել։ Երբեք։ Խոսելով զանգվածային ոչնչացման զենքի նորանոր տեսակների մասին, մասնագետները բավական մռայլ հեռանկարներ են խոստանում։ Եթե միջուկային ընդհարումն ամեն դեպքում տեղի ունենա, որն է լինելու մեր դերակատարությունը այս ամենի մեջ։ Ինչ հզորության զենք է օգտագործվելու, որտեղ է սահմանը նախազգուշացման և բռնության միջև։ Միթե դա անխնա պատերազմ է լինելու միջև մարդկության վերջին շունչը։ Եթե վերջին մարգարեության կիզակետը միջուկային Արմագեդոնն է, ուրեմն մեզ սպառնացող աղետը ոչնչով չի զիջում երկրի և աստերոիդի բախմանը կամ գլոբալ երկրաշարժերի արհավիրքին։ Ավերիչ պատերազմին կհաջորդի միջուկային ձմեռը, ռադիոակտիվ տարրերի խիտ ամպը երկիրը կպատի թանձր մշուշով։ Տեղի կունենան անխուսափելի կլիմայական փոփոխություններ, իրավիճակը գնալով կվատթարանա, և բոլոր տեղումները, անձրևը, ձյունը ռադիոակտիվ կդառնան, մոլորակի վրա ոչ մի կենդանի շունչ չի մնա։ Այս արծաթժողքում մարդկությունը ստիպված կլինի անցկացնել իր վերջին օրերը։ Բայց այս ամենի իմաստը մարդկության լիակատար ոչնչացումը չէ։ Խոսքն ավելի շուտ հոգևոր հայտնության մասին է։ 7 նշանների մարգարեության գաղտնի իմաստի վերծանումը ցույց տվեց, որ մարգարեն նախազգուշացրել է։ Մեզ հրեշավոր մասշտաբների հասնող աղետների շարք է սպասում, որոնցից յուրաքանչյուրին խորհրդանշում է հեծյալներից մեկը։ Եվ այդ աղետների կիզակետը կհանդիսանա բարու և չարի վերջին ճակատամարտը, ինչի արդյունքում ամեն բան կմահանա։ Սակայն նրանց համար, ովքեր հավատում են մարգարեությանը, 7 նշանները ոչ թե աշխարհի վերջն են գուժում, այլ ոգեկոչում են հասարակ մահկանացուներին
նոր կյանք սկսել։ Մարգարեության գլխավոր առաքելությունը լայն զանգվածների ուշադրությունը գրավելն է այնպիսի խնդիրների շուրջ, որոնցից հնարավոր չէ խուսափել։ 7-րդ նշանի գուժած աննկարագրելի ավերածություններից հետո մարդիկ տարօրինակ պայծառացում կզգան։ Հավատացյալները գիտեն, որ Արմագեդոնը բոլորովին էլ կյանքի ոչնչացում չի նշանակում։ Եվ այժմ ես տեսա երկնքից իջնող հրեշտակին։ Նա բռնեց վիշապին, որը հենց ինքը Սատանան էր, եւ անդունդը շպրտեց։ Արմագեդոնն ավարտվեց, Սատանան պարտված է, բարին հաղթեց չարին։ Երկիրը պատրաստ է իր գոյության նոր դարաշրջանին, նշանավորված խաղաղությամբ եւ ուրախությամբ։ Եվ ահա թե ինչ եզրակացություն ասանք. Աստված շանթահարող մի բռնակալ չէ, Աստված սեր է, եւ հայտնությունը մարդկանց առաջ կբացի անսպար սիրո աղբյուրը։ Հենց դրա մեջ է դրա իմաստը, եւ ոչ թե տառապանքների ու աղետների։ Ամբողջ իմաստը սիրո վրա հիմնված նոր աշխարհի ստեղծումն է։ Այո, մարգարեությունը պետք է ստիպի մարդկությանը սրբազան վախ զգալ, բայց այն լավատեսական նոտայով է ավարտվում։ Մարդկանց մեջ ապրող հույսի անսահման զգացումն է, որ 7 նշանների արդիականության հավերժ երաշխիքն է հանդիսանում։ Հայտնության գիրքը դեռ երբեք այդպիսի անկեղծ զգացմունքներով չի ընթերցվել, ինչպես մեր օրերում։ Այստեղ որոշակի հեգնանք կա, չէ՞ որ մենք ապրում ենք գիտության եւ տեխնիկայի աննախադեպ զարգացման դարաշրջանում։ Եվ ամեն դեպքում, չնայած մեր հսկայածավալ գիտելիքներին, մարդիկ զգում են, որ իրենց հիմնական հնարանը հավատքն է։ Եվ վերջին փորձությունը ցույց կտա, թե ով է կարողացել մինչև վերջ իր սրտում պահել այն։ Կարող ենք արդյոք մենք այսօր տեսնել աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Չնայած բոլոր վկայություններին, դժվար է հստակորեն պատասխանել այդ հարցին։ Հստակ է միայն այն, որ մարգարեությունը մեր օրերում նույնքան արդիական է, որքան այն ժամանակներում, երբ գրի է առնվել այն։ Թարգմանությունը եւ կրկնօրինակումը կատարվել է Arm News հեռուստաընկերության պատվերով։